20,000 հոգով նվազել է Սյունիքի բնակչությունը, 2022-ի 134 հազարից հասնելով 114-ից 116 հազարի։ Բնակչության ամենամեծ հատվածն արտահոսել է Կապանի շրջանից, շուրջ 22%։ Նվազման միտումը կա դեռ 2018 թվականից, 138, 137, 134, ապա կտրուկ 114 հազար։ Մեկ տարում նման կտրուկ արտագաղթի պատճառը ջերմուկի դեպքերն են և անվտանգային խնդիրները։ Սյունեցի պատգամավորն է բարձրաձայնում։ Ադրբեջանական զորքերը գտնվում են մեր երկրի տարածքում։ Այսօր Հայաստանում բնակավայրեր կան, որոնցից Կապանը այդ քաղաքներից մեկն է, որտեղ ադրբեջանական զորքը մեր սուվերեն տարածքներում է։ Ոչ միայն ադրբեջանական դրոշը դրված է օդանավականին անմիջապես կպած հատվածում, այլ նաև ներքին հանդում օրինակ գերեզմաներն են օկուպացրել։ Սյունեցիներին պահում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Հենց կոմբինատի շնորհիվ է, որ Սյունիքն աղքատության ամենացածր մակարդակն ունեցող մարզն է։ Հիմնական աշխատատեղերը ավելի քան 4600 հենց կոմբինատն է ապահովում։ Յուրաքանչյուր ռիսկ կարող է ժողովրդագրական լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել ռազմավարական նշանակություն ունեցող այս մարզը։ Իսկ այդ ռիսկերը քիչ չեն։ Ադրբեջանը շատ հետևողականորեն, շատ սիստեմատիկ կերպով տարիներ շարունակ թիրախավորում է Հայաստանում հանքարդյունաբերությունը եւ նաեւ այդ թվում հենց Զանգեզուրի կոմբինատի գործունեությունը։ Այդ թիրախավորումը իրականացվում է տարատեսակ հիբրիդային մեխանիզմներով, ընդհանուր նույնիսկ Հայաստանում ինչ որ բնապահպան կամ այսպես կոչված բնապահպան գաստրոլյորների որոշակի ակտիվությամբ, պարբերական ակտիվությամբ։ Դա բավական չէ, Սյունիքում փակվում է եւս 50 դպրոց, այլ դպրոցների հետ են միավորում։ Սահմանամերձ Դավիթ Բեկը, որի բնակչությունը մոտ 700 է, Կապան համայնքի ամենաշատ բնակչությունն ունեցող գյուղն է։ Դպրոցում մոտ 50 աշակերտ է սովորում և Սյունեցի պատգամավորի խոսքով այս ու մյուս դպրոցների փակումը խիստ բացասաբար է ազդելու դեմոգրաֆիական վիճակի վրա։ Դպրոցի փակումը խուսափելիորեն բերում է նաև կենսագործունեության նվազեցման տվյալ գյուղում եւ բազմաթիվ մարդիկ կարող է ցանկանան նույնիսկ գյուղից դուրս գալ։ Հետևաբար անվտանգային գործոն, դրան գումարվում է արդեն դպրոցների փակման գործոնը եւ ստացվում է այն իրավիճակը, որ արդեն արտացոլված է պաշտոնական վիճակագրության մեջ։ Այդուհանդերձ սյունեցիները չեն ցանկանում լքել գյուղերը։ Սահմանամերձ գյուղերից յուրաքանչյուրում Արծվանիկ, Դավիթ Բեկ, Ծավ, Եղվարդ, Ճակատեն 200-ից 600 քաղաքացի է բնակվում։ Դա պայմանավորված է ոչ միայն հանքարդյունաբերությամբ։ Գյուղացիների հետ շփման ժամանակ մարդիկ չեն ուզում դուրս գալ իրենց գյուղերից, չեն ուզում դուրս գալ։ Ուզում են մնալ, տրամադրված են, որտեղ իրենց հողն է, իրենք պետք է պահեն, հողը ի վերջո սահմանամերձ բնակավայրերը կարելի է պահել, եթե այնտեղ այնպիսի պայմաններ է ստեղծում, որ մարդիկ ցանկանան այնտեղ ապրել։ Դպրոցների փակումը, թրիփի հնարավոր գործարկումը, պղնձամոլիբդենային կոմբինատի որոշ խնդիրներ նվազեցնում են բնակիչների Սյունիքում ապրելու ցանկությունը։ Երբեմնի ամենախոշոր հարկատուն երկրորդ տարին անընդմեջ հարկատուների ցանկում երրորդն է։ Գործարանի ղեկավարությունն ամիսներ առաջ էր բարձրաձայնել հանքային ռեսուրսների ուղղությամբ ներդրումների կարիք կա։ Եթե Հայաստանը այսօր հապաղի այդ հարցում, ապա 10 տարի անց գուցե մենք անգամ կանգնենք հանքարդյունաբերության կորստի ռիսկի առաջ։ Եվ ինձ հետաքրքիր է շատ ավելի, թե օրինակ այդ բարձրաձայնում այդ մտահոգությունը, որ բարձրաձայնվեց այդ կարևորագույն կոմբինատի ղեկավարության շուրթերից, ինչ շուրթադրության արժանացավ Հայաստանի կառավարության մոտ, արդյոք դա իսկապես դարձավ քննարկման առարկա։ Կոմբինատի մամուլի բաժնից նշեցին, սա մեկն էր բարձրաձայնված մի քանի խնդիրներից։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ֆորումի ընթացքում խոստացան 2027-ին երկրաբանահետախուզական ծառայություն ստեղծել։ Երկրաբանական ծառայությունը, որ ստեղծվելու է, երկրաբանական ծառայությունը լինելու է ի թիվս այլ գործառույթների, նաև լինելու է պատվիրատու ռեգիոնալ ուսումնասիրություններ իրականացնելու, որը հնարավորություն կտա նոր պաշարներ հայտնաբերել պետության նախաձեռնությամբ, պետության ֆինանսավորմամբ։ Այսպիսով Սյունիքի բնակչությունը չնայած վերջին 2 տարում որոշակի աճման միտում ունի, 114 հազարից հասել է 116 հազարի, այդուհանդերձ 2022-ից 23-ի կտրուկ շուրջ 20 հազարով նվազումը զրուցակիցներիս կարծիքով դժվար թե հաջորդող 8 տարում հնարավոր լինի կոմպենսացնել։ Անհրաժեշտ են լուրջ ներդրումներ ոչ միայն տնտեսական, այլև անվտանգային ոլորտներում։ Սեդա Կյուրեղյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։